Կարգապահության և բարևարկության խախտումներին արձագանքելու գործընթացը ներքին գործերի նախարարության սկզբունքներից է։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել փետրվարի 25-ին։ Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ, ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արաֆի Դանյանը։ Մասնակցել են համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարողը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության 5 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովը փաստական հանգամանքները վերլուծելուց հետո որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց, ոստիկանության 4 ծառայողի նկատմամբ կիրառել ոստիկանությունից ազատում կարգապահական տույժը, իսկ 1 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից։